Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, արդեն համարյա թե երեկոյա, համարյա թե մութն ընկնում է, բայց նոր հասցրեցի դուրս գամ ու ասեցի այգում գոնե մի գործ անեմ, որովհետև վաղը էլի աշխատանքի ու այդպես ամեն օր գործը հետ է ընկնում։ Այսօր հերթը հասել է ինչին, հերթը հասել է լոբի ցանելուն։ Ինչպիսի լոբի եմ ցանում, սարու լոբի, ու ամեն անգամ այս մասին խոսելուց եկեք համ գործ անեմ համասեմ էլի։ Ամեն անգամ այս մասին խոսելուց հիշում եմ, որ մի հետևորդ գրել էր, ասում էր, Գոհար ջան, որ ասում էին սարի լոբի, ինձ թվում էր, թե այդ լոբին սարում են ցանում, չգիտեի, որ այդ փետին եք սարի ասում, հիմա ցանում եմ սարու լոբի, սարին հենց են երկար, ձեռնափայտի նման ավելի բարակ երկար փայտա, որը ցցում ենք լոբու, դուրս եկած լոբու մոտ, կամ այդ նախապես ցցում են հողում, խրում են խորը պինդ, որ լոբին մոտը ցանում են ու դուրս է գալիս այդպես ծիլը փաթաթվելով բարձրանում է վերև։ Կա լոբի, որը որ ասում ենք գետնու լոբի, մենք ասում ենք տփ լոբի, որովհետև մենք գետնին ասում ենք տափ, տփ լոբի ու նա մշտակներն ավելի փոքր են, շուտ է կոշտանում, շուտ է ծլոտում, կամ էլ ես այդպես գիտեմ ամեն դեպքում, հիմա ցանում ենք սարու լոբի, հիմնականում պահածոներին, որ պատրաստում են սարցարան, որ դնում են ձմեռվա համար ու ընդհանրապես խանութներից առնում ու ուտում եք, դա սարի լոբի է, պարզա չէ բոլորիս։ Հիմա մի քանի մարկ եմ անում, տեսնեմ ինչքան կարամ, ինչքան կհասցնեմ, եթե կհասցնեմ, այսօր կցանեմ էլ, եթե չէ, հոլովակն ու լոբի ցանելը կշարունակվեն վաղը, չնայած վաղն էլ աշխատանքից հետո էլ նկարահանումներ ունենք, չգիտեմ երբ կհասցնենք, ամեն դեպքում գնացինք։ Մի վրազ մի բան ասեմ, ուրեմն Հայաստանում տեղի է ունենում Հակոբյաններ համահայկական մրցույթ, որտեղ ներկայացվում է հայկականը ազգայինը, միմիայն, ու մասնակցում են և երիտասարդ հայուհիներ, և երիտասարդ հայեր, ազգային տարազներով։ Հիմա իմ հրաչը մասնակցում է ու անցել ենք եզրափակիչ, բացի այն գլխավոր մրցանակներին կա նաև ուրիշ այլ մրցանակ, որը կախված է ձեզանից ու մեզանից։ Բացի պրոֆեսիոնալ ժյուրիի լինել գնահատականը, նաև մենք ենք օգնում, որ երեխաները ուրիշ մրցանակ ստանան։ Այնպես, որ ովքեր ունեն Facebook-յան էջ ու ինձ բաժանորդագրված են, պատպիսկա են նաև Գոհար Քոսակյան Facebook-յան էջին, որի հղումը կտեղադրեմ հոլովակի ներքևում, մտեք ու մրցանակներ են ստանալու շատ լայքեր ու մեկնաբանություններ հավաքած մասնակիցները ևս։ Կիսվել եմ հրաչիս նկարը, ազգային տարազով շատ լուրջ դեմքով այսպես քայլը օդում նկարա, խնդրում եմ նկարը մեծացրեք, նոր լայքեք, տեսեք իմեջում ես կիսվել տեղադրել եմ, բայց շատերը չգիտեն ու միանգամից իմեջի նկարն են լայքում, որը շատ է լայքերը, բայց հենց մտնում եմ նրանց էջը, այսինքն նկարը հրաչիս մեծացնում եմ, նոր եմ նայում լայքերին, համեմատած իմեջի լայքերի հետ բավականին քիչ են, այնպես որ ովքեր կցանկանան օգնել ում համար դժվար չի, սեղմեք հրաչիս նկարի վրա, նկարը հենց մեծանում է, ներքևում լայք կոճակ, ուզում եք սրտիկեք, ուզում եք լայքեք, ինչ ուզում եք արեք, ուզում եք կիսվեք, ուզում եք մեկնաբանություն գրեք, այնքան որ տարածվի ու հրաչիս լայքերը շատանա, ես ինչ հատ խոսացի։ Սիրելի հետևորդներ, ես եղանակը մեզ կերավ, երևի որ անձրև չսկսվեր, գոնե մարկելն ու մի քիչ էլ կցանեի կիսատ պրատ, գոնե մի քիչ գործ կանեի իսկապես, բայց անձրևը սկսեց, դե համ մտնում է, համ էլ արդեն անձրև, մեզ էլ ինչ ամնում թողնելու,
տուն գնան։ Վայ, հոպա, եղանակը շատ ախանգարում գյուղացու գործերին, մանավանդ տարվա այս սեզոնին, որովհետև շատերը կան նույնիսկ չեն հասցրել վարել, հելա մեր տան տեղը այնպիսին է, որ հենց արևը տալիս է, բավականին չորանում է ու կարողանում ենք այգին մտնել դուրս գալ, բայց տներ կան, որ շատ խոնավ ու ցեղ տեղեր են, ինչքան էլ անձրև է գալիս ու արևանում, մի օրը շատ քիչ է, որ եղանակը պրիվետ կյանք։ Նորմալ պարապել եք, ջան, ինչքան էլ արև անում, մի օրը շատ քիչ է այգի մտնելու համար էլի, պիտի մի քանի օր արևանի, որ կարողանան այգում գործ անել։ Ես էլ մնացի այսպես սերմորանք ձեռքիս, թող են ձեռիս կանգնած։ Թաց ջան, ճուտերի դուրը փակի։ Համեջն արա ու փակի, դե մեկ էլ մի քիչ հետո պիտի գնաս։ Դե լավ, ժողովուրդ, կշարունակենք, այսպես հաջող չեմ անում, դե ինչ եմ արել, որ մի հատ էլ հաջողանամ։ Վաղը եթե եղանակ լինի գործից հետո կես ժամով արագ իրար հետ կցանենք։ Նորից ողջույն, սիրելի հետևորդներ, էտա տեսակ, այն օրը անձրևը խանգարեց ու մենակ էտ օրը չէ, էտ օրից անցել է արդեն 3 օր, որ մեր մոտ անձրևները չեն գտրվում։ Այսօր եղանակը բավականին լավ էր, բայց տան գործերով եղա, էսա դուրս կգամ, դե մեկը արևա դուրս կգամ, մին հենց անձրև թափով եկավ, որ էլ չասած։ Բայց ասեցի, դե այսօր էլ գնամ, թե կխանգարի, թե չէ, դա ինչ անեմ։ Մի քանի մարգել անեմ ու լոբիս ցանեմ։ Սիրելի հետևորդներ, տարվա այս եղանակին, երբ արդեն վարուցանքը սկսվում է, այսօր մայիսի 16-ն է։ Մայիսի սկզբից, ապրիլս այդքան չեմ ասում, մայիսի սկզբից մինչև վերջը, եթե եղանակը այսպես է լինում, հավատացեք, որ գյուղացու գործը շատ տուժում է։ Բայց դե դա մի կերպ են անում էլի, մեկը թրջվելով, մեկը ցեղ դառնալով, մյուսը գիշեր-ցերեկ անելով, այդպես ովքեր որ հող են մշակում, այդ գործերը հասցնում են անեն։ Բայց միևնույնն է, այս ժամանակին էլ դեռ եղանակները ցուրտ է։ Այսպես որ գործ եմ անելու չեմ մրսի, բայց հաստատ այսպես դուրս չեմ գա, էլի ցուրտ է։ Դե լավ, գնացինք, քանի անձրևը չի սկսվել, գոնե այսօր գործս տեղ հասցնեմ։ Մտքիս մեջ այգին բաժանել եմ մի քանի մասի, դե գիտեք, այստեղ կարտոֆիլն ենք ցանել, այստեղ էլ լոբին եմ ցանում, այդ մասն էլ մնում է վարունգի, լոլիկի, պատիսոնի, լիքը այնտեղ ցանած բաներ ունեմ, արդեն մոռացել եմ ինչ Էս էլ որ շուտ ենք վարել, այնքան պնդացել է, որ հա, իմիջայլոց այս կամբինի զոնները սակնելու վաղտ հոլովակներում մեկը գրել էր գոհարջան լրիվ դարել ես Մարիոն ծիծաղեցի մի բոլ ու ոս չենա թե բեղեր չունեմ Մարիոյի նման Իմիջայլոց այս առաջի մարկածները հաստատ ավելի հեշտ է ցանելը, քան թե նոր մարկածները, էլի եմ ասել նախկին հոլովակներում, նոր փխրեցրած հողի մեջ դժվար է ցանելը, փոսիկը չի պահպանվում բաց։ Օպա։ Մի քանի սորտի լոբի ունեմ, եկեք ավելի լավ մոտիկից ցույց տամ։ Տեսեք, այս մի տոպրակի մեջ քանի սորտ կա, կարմիր, սև, այն չալերը, որ մշտակը կեսը մանուշակագույն է, կեսը կանաչ դրանից է, իհարկե հենց երմանջուրն ես լցնում, մի անգամից գույնը փոխում կանաչում են։ Էս էլ մաման ասեց, օբշի մշտակը կապույտ է, մանուշակագույնը։ Դե դա առանձին էլս թերթականությամբ ցանենք, տնանք լավ, որը ինչ գույն է։ Մի փոսիկի մեջ լցնում ենք 4-ը 5-ը։ 5-ը 6-ը, ըստ ցանկության, ով ինչքան որ ուզում է։ Բա գորգորտիկս։ Էսա։ Ու փոսիկներն ինչպես են անում։ Եկեք ասեմ, 2 հատ իրար մոտ են անում, որ երկուսի մեջտեղ փայտը սարին մեր ասած
հողի մեջ ամրացնենք, երկու կողմից դուրս եկած թփերը այդ փայտով փաթաթվեն, բարձրանան, որպեսզի ամեքի համար մի հատ փայտ չլինի, էդ էլ է էլի դժվար չէ եւ ձեռք բերելը եւ այդքան ունենալը։ Մարդիկ կան այս տարածքով մեկ լոբի են անում, պատկերացրեք իրանց ինչքան ասարի պետք։ Որ երկու թփը գոնե մեկով բարձրանան։ Դե իսկ մարդ էլ կա սարի այդ փայտերը ցցում է, նոր լոբին ցանում է, ռոզանք դրին անում ամեն տարի։ Ինչ սենք, մենք էսպես ենք սովոր, մենք էսպես ենք սովոր, էսպես էլ շարունակում ենք անել։ Դե ինչ, գնացինք, թող բոլորիս բերքը առատ լինի։ Երևի թե ես մի ձեռս առանց դրա անավար կարամ։ 2, 3, 4, 5, 1, 2, 3, 4, 5, այս 4, այս 5, այս էլ մի 5, ու դե իհարկե ծածկում ենք, լավ սեղմում ենք, այդքան լոբին պատկերացրեք, որ խոնավանը մուրճում է, գազ դուրս եկած էլ չլինի, արդեն հողի վրայից երևում է, դուրս է գալու թե չէ, ծլերը բարձրանում են, այսպես հողը ուրճում, ավելի է բարձրանում։ Թաթուլ ջան, սարու հարցերն էլ քո վրա, հինից, նորից։ Սաղ քարա։ Չգիտեմ, այն մի օրը, որ սկսել էի հոլովակը, ասել եմ, թե չէ, լոբին դե վերևից չեն ջրում, այսինքն ցնցուղի պես այսպես չենք պահում, էլի վերևից ջրում։ Դրա համար են մարգեր անում այսպես, ուրիշներն ասում են նաև արխ, որ շլանգով խողովակը գցում ենք մարգը, ինքը այդպես տակով ջրելով գալիս է հասնում մինչև վերջ։ Ու աշխատում ենք այնպիսի մարգեր անենք, որ մի մարգը գցելուց հետո չգանք գոնե օգնենք, էլի ջուրը գնա, ասում ենք, գցենք մարգը, գնում ենք մեր գործին, այն ամառվա շոկ վախտերը, մի քիչ հետո գալի մարգը փոխում, բայց որ լավ չենք մարգած լինում, մի մարգի մեջ 10 անգամ պիտի գանք նայենք տնանք լա։ Ահա, կար մաքինա, թե չէ։ Հին ժամանակներում էս ցանելու բահիկի փոխարեն կար փայտի ինքը առանց ամրացնելու, ուղղակի այդպես ծառից կտրած։ Այ այսպիսի մի բան էր ձերսուր, ծայրսուր։ Մեր կողմերում ասում են ծակոտ, ծակիչ։ Իսկ որ մեր Շուշը նոր էր ամուսնացել, տեքորս կինը նոր էր եկել, ասում էր ջվիկ։ Ցանկացած բանի ամենտեղ մի անվանում ունի, մի ձև ասում են։ Բայց եւ աղ թիշեցի, այ ամեն ինչն էր շատ ինձ հանում։ Այսպես ես տոպրակի մեջից եմ լցնում, այնքան շատ է ինձ հանում, որ գոգնոց, այնին փեշ էին վերցնում, սերմը լցնում այդ փեշի մեջ, որ անընդհատ չգնան գան, այդ փեշի մեջից լցնեն, փեշն էլ լիքը լոբի։ Էքանն են ինչին անամած ես մատաղ։ Դե ձմռանը ուտելու այսքան ամեն ինչ չէր լինում, հիմնականում պահածոների ու այս չոր իրանց այգու ցավակած հատիկեղենի օգտագործումներ տարածված, պարտադիր, այդ աշափաթը թե մի կամ երկու անգամ պարտադիր սա էին եփում, ավելուկ էին եփում ու պահածոններն էին օգտագործում։ Հիմա այդքան էլի փակում ենք պահածոնները, բայց պատկերացրեք, պատվալս որ հավաքեմ տանելու եմ տնակ, որ հավաքեմ, շարեմ ու գնանք, ձեզ կթվա թե աշնան պատվալա նկուղա, որովհետև ամեն ինչից բոլբոլել կա, որ այս տարի ոչ մի բան չփակեմ էլ, հաստատ ոչ մի բանի կարիք չեմ ունենա։ Այս մասից էլ մի քիչ թեք տեղ է գնում, 2 մետր մի քիչ ավել։ Ու քանի որ լցրած հող է, լիցք է,
Այստեղ չուզեցի լոբից անեմ, որովհետև այս լիցքը ջրեի թե չէ կարող է իջներ, էլի դեռ նստելու լիքը տեղ ունի։ Բայց հետո եմ ֆայմել, որ կարելի էր կարտոֆիլն ընդհանուր այս մասում ցանած։ Համար խերով չենք ջրելու, այնքան որ ցնցողի նման են պտտող բանը պիտի դնենք ջրի համել։ Դե կամ էլ կմտածեմ այստեղ ինչ ցանեմ էլի։ Կաբաչկա դթմիկ, այդպիսի մի բան կուղարկենք այդտեղ։ Ասեմ թե գլխի ընկակ։ Նորից անձրև սկսվեց ու մնացել է 2 մարկ։ Հույս ունեմ կկտրվի, չթրջվեմ էլի, առանց էդ էլ մեր մոտ եղանակը միշտ ախոնավ, որ մի քիչ էլ թրջվենք, կռացած տեղից չենք կարող վեր գնանք։ Ծածկի տակ նստեմ 2 րոպե, եթե չգա կշարունակեմ։ Չգիտեմ նորից ասեմ ողջույն բոլորին, թե ինչ անեմ, լոբին էլ եմ պիրել ստի։ Այնքան անհավեսանում է, որ գործդ կիսատ թողում ես ու հետո նորից պիտի գաս, ոնց որ մեջքդ կոտրած։ Շատ անհավես։ Ես 3 անգամ արդեն փորձել եմ այստեղ լոբից անեմ ու Էտա դուք էլ ինձ հավասար տեսնում եք էլի։ Մարտն էլ չի ասեմ մարտի եղանակը, ապրիլն ու մայիսն ու մայիսն ու էս ինչ եղանակա ժողովուրդ։ Էլ ասելու չի։ Մնացել էր 2 մարկ։ Էդ էլ ցանեմ ու լոբին էլ հորով մորով անեմ էլի։ Արդեն ավելի ցուրտ, դե որ մի քիչ ֆիզիկական գործ ես անում, տուն մտնում, մի քիչ հանգստանում ու հետո վեր կենում, ոնց որ ամառից անցնես ձմեռ, այդպես ցուրտ, շատ ոչ հաճելի զգացողություն ա լինում։ Ասա ցանի։ Սամալյոտն էլ քինում ա։ Արդեն էլ ցեխին էլ չնայող կա, որովհետև հնար չկա։ Ձեռնոցներս էլ չվերեցի, դեսկի պետք էլ չի, հա։ Աստեղ ցանել եմ, 3 ցանել եմ, ես ու ես ամնում, 2 մարկ ամնում, որ ցանեմ։ Տադադադամ, վերջապես լոբին ցանեցի։ Դարել էր, ոնց են ասեմ, օղտահարսի սևիրես։ Ես մի շաբաթ գալիս եմ գնում, վերջապես տեղ հասցրի։ Հիմա ձեր հետ ուզում եմ մի ուրիշ լոբի ցանեմ, բաժակների մեջ, քանի որ ընդամենը հաշված սերմ ունեմ, կտենամ դուրս ա գալի թե չէ, նոր կտանենք, կտեղավորենք մեր այս ցանած լոբու մարգերում։ Ժողովուրդ, ուզում եմ ձեզ ցանքսերիցս մի 2 բան ցույց տամ։ Սա ընդամենը 3 օր ա որ ցանել եմ, լավ, մի հատը ցույց տամ հերիքա, էլի։ Երևում ա, չէ՞, տեսեք։ Դե լավ, հա, օգնեցի ես մեկին։ Սեմուչկայա, արևածաղիկ, խանութից առանց բովել սև սովորական արևածաղիկ եմ առել, բերել, ցանել 2 օրվա մեջ, տեսեք ոնց ա դուրս եկել։ Այստեղ ցանեցի, որ մոլախոտի տեղ այն ցանքսերից մեջից չհանեմ ու լավ էլ դուրս եկավ։ Կասկածում էի ճիշտն ասած դուրս կգա թե չէ։ Ու շատ եմ ցանել։ Ամեն բաժակում մի քանի հատ ասեցի դե որ չգիտեմ հաստատ դուրս ա գալու թե չէ։ Թող շատ լինի, այդպես սիրուն կշարեմ, համ կառանձնացնի ցանքսերս իրարից։ Անցնեմ հաջորդից։ Տեսեք։ Վարունգի սերմերս, հա։ Արդեն դուրս եկած, կարելի ասել սածիլներ, բայց սա դեռ տեղավորելու չի, դեռ գոնե մի այսքան պիտի դուրս գա, որ նոր տանենք դնենք հողի մեջ։ Մի տուփը արդեն մոռացել եմ, որը որ սորտն ա ճիշտն ասած, որովհետև արանքում թղթերով դրել էի, բայց ինչպես գիտեք, լա, պամիդոր սովորական։ Հա, էսա դույս է գելի։ Դեռ շատ փոքր են, հա, դեռ երևում ա գրազների վրա։ Տեսեք, դեռ շատ փոքր են, այն որ դեռ չես տարբերում մոլախոտից, էլ ինչ ունենք։ Սա որն ա եղել։ Ջնջվել ա, որի գրածը,
Բայց մի քիչ որ մեծանա հաստատ, պատիսոնն է, հենա, սերմը երևում է։ Դուրս եկած, էս էլ պատիսոնն է, էլի հատուկ էնդ, որ ասեմ լավ երևում է, լավ չի երևում։ Էստեղ ուրիշ վարունգի սերմերա, մի խոսքով բոլորն էլ դուրս է գալիս, մնում է ես գնամ մի քանի բաժակ հող բերեմ ու ցանենք այ այս լոբին։ Ինքը այսքան երկար մշտակներ է տալիս ու կանաչ կլոր, մատի նման, այսպես կլոր, շատ երկար։ Հիմնականում օգտագործում են մարինադներ են պատրաստում, թթու են դնում, հիմա 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16, 18, 20, 22-ն է, թե 20-ն է։ Բերեմ սա էլ ցանեմ, որ հետո տանենք տեղավորենք, գնացի, քանի անձրև չի գնամ։ Եթե ստացվի ու այս բոլոր ցանքսերս բարով դուրս գան, անպայման մյուս տարվա համար բոլոր սերմերից ինքս կունենամ, որ այսքան փող չտամ ու այս սայտերից առնեմ։ 1, 2, 3, 1, 2, 3, 1, 2, 3, 2, 3, 1, 2, 3, 1, 2, 3, այս 18, երկուսը զապաս 22-ն է։ Վրայից էլ դե իհարկե հող եմ լցնում, սա կհանեմ ու կտանեմ, կդնեմ են ցանած լոբիներից, մի խոսքով այնպիսի տեղ, որ իմանամ, որ սա այդ լոբին է, էլի։ Օրվա վերջին էլ մի հատ սրանք կջրեմ, ու մի գիշերվա մեջ, եթե ծլելու պիտանի է լինում, մի գիշերվա մեջ արդեն արդյունք է տալիս։ Հիմա գնանք տան դիմացը, որ իրար հետ ենքան ցանել ենք, իմիջայլոց, եկեք, վայ, հլա տեսեք, հլա մանուշակներս ոնց են ծաղկել սիրուն, սրանք ենքան ավրեն անձրև եկել, դեռ խելքի չեն եկել, բայց համարյա սաղ, Սիրուն, եմի ծաղիկներս էլ արդեն կպել, նրանք էլ կմեծանան շուտով, բացի են, որ անձրև է գալիս ու ջրում է, այդ մի գործողությամբ մեր գործը հեշտացնում է, բայց ճուտիկնին, բայց նաև պիտի այդ անձրևի հետ տաք լինի, որ տաքացնի հողը, դե իհարկե տաք հողի մեջ ցանվածները ավելի լավ են դուրս գալիս։ Հիմա գնանք այնտեղ մի երկու գործ կա, էտել անենք ու բրծնենք այսօրվա գործը։ Մի շաբաթ կլինի այստեղ չեմ մտել ու արդեն չգիտեմ էլ ինչն է դուրս եկել, ինչն է մնացել հողի տակ, բայց ամեն դեպքում հիշելով թե վիդեոներով եւ թե ուղղակի այսպես հիշելով կամ արդեն որը դուրս է եկել, ճանաչելով գլխի ենք ընկնում ինչը ինչ է։ Օպա։ Հոհոյ։ Ցույց տամ։ Յախջի։ Շորտ, լա տեսեք։ Հլանդուր։ Հոհոյ։ Վայ, ես ինչ լավ ես արել, որ դուրս ես եկել։ Դու հեչ դու մոլախոտ ես դու դուրս արի։ Հլա։ Վայ, մամաչկի, հլա։ Շատ լավ, այս ինչքան լավ է, իսկ կարող է այստեղ էլ լինի, արդեն, ես էլ ուրիշ սորտ բոլոկ էր, հիշում եք չէ, սրանք երկարներն էին, հայ, նա դուրս է գալի, արդեն գլուխ է տալիս, շատ լավ է, ընտիրա, ես կասեի, թաթուլ հլա, տի անտեսրևը մա, Քոնը մեծացել է։ Ես գիտացել եմ, թե գլուխը պետք է շատ մեծանա նոր։ Խանութիններն էլ այլ է չափ։ Ուսկի այսքան լում չի խանութինին։ Ջանե։ Ախի չի կարող։ Լավ չեմ դրել տեսա խցիկս։ Շորտ, դեռ մինչև հիմա ուղղակի ցանել եկել տեսել եմ դուրս է գալի, ասել եմ, վայ, ես ինչ լավա դուրս է գալի, բայց հիմա արդեն առաջին
կարելի է ասել բերքն եմ նկատում ու էդ էլ մի ուրիշ հաճելի է արդեն ուսքի ուզում եմ թսմին անեմ հլը ջուրը միացրու քեմ ատախ արդեն ճաքելել է հա հա հլը դու ջուրը միացրու լվանամ միտենամ լավնա լավը չի նու բարնա ահա հլա եմի է ոչ քո Опа. Հա։ Էսերը բոգենք։ Ու հլա տնանք լավ նավ չհնանա էլի։ Բայց կա որ իսկի դեռ նոր է դուրս գալի, թե ես ոնց է այսքան էլ բերք տվել։ Էս ինչ համով է։ Իսկ ես քան համով չեմ գերել ոչ մի անգամ։ Ասա այդ քո ցանասնա դրանից է։ Մազերս։ Տամ ուտես թաթ։ Ընտիր, այ ես եմ սիրում, որ գալիս եմ տենում արդեն ցանածի բերքը կա արդյունքն է էլի առաջի արդյունքս էր որի համար չեք պատկերացնի ես ինչքան եմ ուրախացել Պաստորեն կարելի է մի ուրիշ տեղ նորից ցանած որովհետև սա ոնց հասկացա շուտ դուրս է գալիս շուտ բերք է տալիս շուտ էլ վերանում է խրթխրթոցը մի շատերի ներվերին ազդում է բայց դե կարակ բոլոկը այնպես ուտեք որ չխրթխրթա իհարկե ոչ հա այսպես կարամ Քանի որ այստեղ անընդհատ ասել եմ կարգու տալ եղել ու սկզբից էլ որ ցանքսերը սարի ցուրտ էր Տելեֆոնս չէի հավաքում, ասում էի երբ տենամ արդեն կարգու տա գալի գամ արագ ծածկեմ դրա համար այստեղ մնացել է Բայց այս կողքի մոլախոտերն էլ այնքան շատացել որ արդեն իմ ցանքսերին խանգարում է դրա համար սրանք էլ պիտի մաքրենք մոլախոտի դեղ են գարել որ մեր աստիճանների բանի մոտերը սրսկենք ճիշտն ասած Պիտի լավ եղանակ լինի, որ սրսկենք արև լինի վրայից, որ ազդի էլի դեղը իր գործը կարա անի Բայց այդքան էլ չի եղանակ կա, թե այս տարի ես ինչ խայտառակությունը էլ չասած Այս կողքը մաքրեցինք, բուլուկներս թող քոքանան Արդեն փիփորթել է նկատվում Այստեղ մեկ է, սա ինձ խանգարելու է, պոկեմ տանեմ, էլ կար, են վերևում էլ կար, այսօր կքաղեմ սաղ ու պիպորտ կիպեմ բատագը, արմատները, որին մենք ասում ենք տակրի, շատ հաստ ու մեծ է, մակասեն բա այդ տեղի նխի ես արմատով հանում, այստեղ ինձ ընդամենը կխանգարի, այգու մեջ ենքան կա, որ այստեղինը կարելի է և այ այսպես վերացրած, որ ամեն երկու օրը մեկ չգանք ու այս մոլախոտ էր, այս էլ պիպորտ էր Այստեղ էլ մանուշակ ունեմ ծաղկած, այն որ մի կին ինձ համար վարդեր ուղարկել, մի հատը հաստատ կպել է, կանաչ տերևներ ատվել, մյուսը դեռ չեմ նկատում, կպել է թե չէ, բայց հույս ունեմ են էլ կկպչի Գնամ ընդեղից էլ մի անգամ կվերցնեմ ու համարյա տեղ կհասնենք Որ ցանում ես, այսքան լավ դուրս չի գալի, թե այս ինչա որ այսքան խայտառակ Ահ, այս էլ թթվածույա
տարբեր տեսակի թթվածուններով հարուստ է մեր բնությունը։ Ասում ենք գինազող, խիցկոտ, բլդրղան, շուշան։ Ինչ է մոռացա, չգիտեմ, մոռացա թե չէ, շատ կան մի խոսքով։ Սիրելի հետևորդներ, այս մասում ռեհանս է եղել ու ռեհանը դեռ շատ փոքր է, բայց այս մոլախոտերը արդեն այնքան են մեծացել, սրանք էլ ռեհանին են հաստատ։ Ասում ենք խեղտում են, ասում ենք ալ են խեղտում, այսինքն խանգարում այն փոքրերին, որ աճ են, սարաբարձրանում ու նրան արդեն ճնշում։ Դրա համար գոնե այս մեծերը մի քիչ, որը որ գիտեմ հաստատ ռեհանը չի, հեռացնեմ, համ նրանց օդը կբացեմ, համ էլ արդեն հեռվից էլ կերևա, որ սա ռեհանն է։ Համ էլ լավ խոնաված հացա հեշտ արմատով դուրս են գալի։ Վայ, շատ ապրես է, ենքամ շատ ապրես։ Ես էլ ասում եմ, թե մինը լազ դեր մսկով էր տվել, էլ գիմ չեմ, թե մինը կա։ Դու դեր կեկով է տան։ Դու էլի։ Մարեկը, դերաչը։ Երկուսն էլ, թաթուլն էլ։ Աճելին նորմալ բողքեր է։ Հա, բողքեր բոլոգնիս հա, մտաղ ռեհանի մեծ ալան էլ տվի։ Եկողքն էլ նամըթամ թե մաքրիլով դվերը մամ, վայ ապրես դու հա։ Մեծալիկնին ասիրը, մեծալիկնին, բայց իսկական նրա մեջի է։ Նրա մեջ ինչ աղկաց, ատա հել չես, ես էլ, ինչնա, համեմնա, են էլ պետրուշկեն, տակինն էլ գազարը, սաղալը մտել ալ են բուկտան վեր, հրևաց համսերս, կոտի միենդի տեղնել ատան մաս ես արանքը, ծավ տվել հալեի, սողանը թողի է արդեն, գարուխը թողի է, մի քիչ ղինականի չորանա ու բանն էլ, այս շիթիլնին էլ ծիծակբի բաժնել է արդեն թողի, պիտի մի հետ արմատը պուչ-պուչան ավեր, այս պենջերը սաղ կաղիլի, վայ է, եղանակի հետ կռիվ ենք անում, բայց դե ոչ կարանք դեմ նարնենք, ոչ էլ մի բան։ Դու բրծար թե չէ։ Վայ է, զոլ մուրազինը սավ, եկնել պտի, բայց ենա պտի քիրեմ չէ բանով, թոխով, սհը միչև բուրջը, միչև եզրը։ Հա հրաջ ջան, ինչ արև։ Շրմա։ Օպաս։ Այ է։ Այս արանքը նաղդի մաքրեմ էսա, ձերնոսնի սակած։ Վայ է, նա տնամ ստիեն գազարի սերմակալը վրտրել եմ, սրանք եկել ծացկել են ես ապուշնին, դավ ստի հվակ եմ նորդ են կացեմ, չուրս ոդ եմ ընգնին, Գործ, ես կանել, դնում ես վեր, ինչ կան անում ես, են կան անել ու դեր կա, ասում ես լավ ես էլ անեմ, ես մեկն էլ անեմ ու այդպես, դարնում ես սաղոր,
դառնումավոր սաղ օրը տանցավ այգում։ Այսօրը սաղ օր չէր, արդեն ուշ էր, որ մտա, բայց ասցի դե գոնե ուշն ու մի քիչ էլ գործ անեմ, որ երևա որ մտել եմ այգի։ Այստեղ էլ գարուխն է, ոլորը։ Դեռ մի քիչ շատ է փոքր, 2 օր էլ անցնի ու արդեն պիտի փխրեցնենք, թող անենք։ Որ արդեն ավելի լավ աճի, մեծանա, երկարի ու բերք տա։ Մի 2 խոշոր այսպես մոլախոտերը արանքից հանեմ։ Մի գոճի ենք առել ճիշտն ասած։ Որոշեցինք, որ այդ հավերը ջուտերը կան, գոճի էլ լինի, ձեռի հետ մի խոզի պահելուն ինչ կա։ Այստեղ էլ կարտոշկա է դուրս եկել։ Այնպես որ ջուտերս ու գոճին մեր առավոտ իրիկունվա պարտադիր գործերից է։ Այն մեծ ջուտիկներիս ես ներքևից տարել եմ վերև, արդեն հավաբուն հենց։ Եղանակները ինչքան էլ վատա, էլի բավական ինտակացել է, արդեն մեծ էին ու որ փոքր էլ վերցրեցի, մեկը մյուսի խանգարում էին։ Մի քիչ ստեղ պահեցի, մի քանի օր էլ տաքացավ ու մեծերին տարել եմ հավաբուն, այս փոքրերը ներքև են, սրանք էլ մի քիչ մեծանան, տանեմ խառնեմ իրար ու գոնե մի տեղքեր կտամ էլի, թե չէ առավոտ վեր ես կենում գործի գնալու ծառաջ վազելով, այս մեկին տալի, են մեկին տալի, պատրաստվում, հայ դպրոց, հայ գործ, հայ տուն, այդա օրը պրծնում ավրաս։ Ինչքան ուզում այ ես սրանք, պոկես, մաքրես, հաշիվը մեկ է։ Բայց այս որտեղ որ ցանքսեր չկա, այս տարածքն եմ ասում, որ մոլախոտի դեմ սրսկելու ենք, թե չէ սա աղոր չենք կարա, թե այս խոթարկ կդառնա աստեղ երկ։ Այս ստեղով քաշել եմ, որ ջուտիկները չմտնեն։ Ինչ եղավ։ Այս էլ բանջար ես։ Վայ, հոգնեցի։ Մի քանի օր էլ որ գործ չես անում ֆիզիկական։ Տանը ինչքան ուզում ա գործը շատ լինի, վազքի մեջ լինես, միևնույն է։ Թվում ա թե հա, էլի ֆիզիկական գնալ գալը կա, բայց չէ։ Այգու դրսի գործերը ուրիշ ուժու եռանդ են պահանջում, ու որ մի քիչ ընդմիջում ես, հետ ես վարժվում ես գործերից ճիշտն ասած, բայց որ մի օր էլ մտնում ես, արդեն սկսում ես հավեսով գնալ գալ, են ինչն է ճլորել, գնամ այդ ցանքսերս էլ, որ ամանների մեջ է, դրանք էլ ջրեմ, ջուտիկներիս էլ կերակրեմ ու անցնեմ տուն, հեսօր կիրակի էր, վաղը երկուշաբթի է, պատրաստվենք վաղվա աշխատանքային ու դպրոցի մեր գնալուն։ Իսկ ովքեր նոր են միացել ալիքիս ու հավանում են հոլովակներս, խնդրում եմ բաժանորդագրվեք, լայքեք, գրեք մեկնաբանություններ, սիրելի հետևորդներ, ովքեր նոր են միացել ալիքիս, նրանց էլ ասեմ, Հրաչս մասնակցում է Հակոբյաններ համահայկական մրցույթին, երիտասարդ հայ անվանակարգում ու բացի գլխավոր մրցանակները կա նաև մեր լայքերից մրցանակ, որը տեղադրված է իմ Facebook-յան էջում, Facebook-յան էջիս այդ հայտարարության հղումը կլինի հոլովակի ներքևում, մտնում եք Քոսակյան Գոհար էջը, Հրաչիս նկարը Հակոբյանների տեղադրած մեծացնում եք, նոր եք լայքում, ինչու որովհետև հենց իրենց էջում պիտի շատ լայք հավաքած լինի, որ մրցանակ ստանա, իմ էջում շատ է, որովհետև իմ հետևորդները առանց մեծացնել լայքել են, բայց կարևոր է, որ նկարի վրա մի հատ սեղմեք նկարը բացի հենց իրենց էջին, նոր լայքեք ու գրեք մեկնաբանություն կամ կիսվեք, որպեսզի այն տարածվի։ Իսկ ես անկախ ամեն ինչից ասեմ, որ սիրում եմ բոլորիդ, մնացեք բարով,